Երևան շիփինգից ուղարկած ցանկացած ծանոթ ընդամենը մի քանի օրում հասնում է Երևան։ Ժողովուրդ, սա է իսկական սենսացիան։ Դոլարի փոխանցում ընդամենը 1%, իսկ ուղեբեռը ինքնաթիռով 2.99 անհավանական գներ։ Չեք համոզվում, եկեք կհամոզվեք։ Երևան շիփինգ։ Իդեպ ընկերության գրասենյակները գտնվում են Գլենդելում եւ Նորթ Հոլիվուդում։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Բարև ձեզ YouTube-յան ալիքիմ հարգելի հետևորդներ, մի մեդալի պատմությունն է, այսօր բավական հետաքրքիր հյուր ունեմ։ Ավելի ճիշտ ես ոչ թե հյուրընկալել եմ, այլ հյուրընկալվողի դերում եմ։ Գտնվում եմ Եսանի սպորտակումբում եւ այսօր իմ զրուցակիցն է ակումբի հիմնադիր նախագահ Ժիրայր Եսայանը, բարև ձեզ, պարոն Եսայան։ Ոնց եք, պարոն Թաթևոսյան, շնորհակալություն ձեր հանդիպման համար, եկաք, հանդիպեցիք մեզ հետ։ Մեր գործն է գալ, հանդիպել, ներկայացնել մարդկանց, ովքեր իրենց անցած մարզական կենսագրության ընթացքում բավականին հաջողություններ են ունեցել ու այսօր շարունակում են լինելով բիզնեսի աշխարհում, շարունակում են ոչ միայն աջակցել, այլ պարզապես ստեղծել մի մարզական կառույց, որը ոչ միայն դաստիարակում է այստեղ Լոս Անջելեսում, դաստիարակում է, կրթում է, մարմնակրթում է պատանիներին, բռնցքամարդ, ըմբշամարդ, տարբեր մարզաձևեր, այլ դուք ստեղծել եք, ինձ զարմացրեց պարզապես Եսանի Production ընկերությունը, պրոմոտորական ընկերությունը, որ իր առաջին քայլը կատարեց մեծ, այսպես ասեմ, սպորտում, որպես կազմակերպչական ընկերություն։ Այդ մասին իհարկե մենք խոսենք շատ ավելի ուշ։ Հիմա ձեզ պիտի նախ ներկայացնեմ մեր հետևորդներին, մեր դիտողներին, որպես մարզիկ, մարդ ով իր անցած մարզական կենսագրության ընթացքում կարատե մարզաձևում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Շոտոկան կարատե 90 որ թվական է 97 թվականի շոտոկանի աշխարհի առաջնությունը, որ անցկացվեց Լեհաստանում, ահա այս հրաշք գավաթը եւ իհարկե այս ոսկե մեդալը, մրցուների ոսկե մեդալը Ժիրայր Եսայանը նվաճեց Լեհաստանում։ Հիմա կխնդրեմ Ժիրայր ջան, կխնդրեմ մի փոքր նախ մարզական կենսագրության, որտեղ սկսեցիք, ինչու կարատե եւ ինչ հաջողություններ ունեցաք Հայաստանում, եթե իհարկե Հայաստանում պարապել եք եւ այստեղ Լոս Անջելեսում։ Շատ բարի։ Այո, Հայաստանում մարզվել եմ, 8 տարեկանից մարզվել եմ, ջյուդո եմ մարզվել, որտեղ մարզիչս եղել է Ժիլբերտ Մելքոմյանը, մոտավորապես 10 տարի, դից հետո տեղափոխվել ենք Ամերիկա 91 թվին, 17 տարեկան էի, հետո նոր արդեն մարզվել եմ կարատե, շոտոկան կարատեով, դրանից հետո kickboxing, մույթայ, որ մարզիչս եղել է Սամվել Թաթևոսյանը։ Անձամբ ճանաչել եմ Սամվելին, բրավո։ Սամվել Թաթևոսյանին, այո, որպես սպորտսմեն, որպես մարզիչ եղել է ամենալավագույններից մեկը, որը որ մարզել է եւ շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ունեցել եմ այդպիսի մարզիչ։ Ջյուդոից հաջողություններ գրանցվեցին, թե չէ։ Ջյուդոյում չեմ հատուկ այդպես մրցանակների մասնակցել Հայաստանում, ուղղակի միայն մարզվել եմ, մենակ պարապել եմ, իսկ կարատեում, kickboxing արդեն։ Լավ, ինչու փոխեցիք նահանգներ գալով, ինչու փոխեցիք ջյուդոն կարատեով։ Ոստեղ ջյուդոն բավական զարգացած է։ Ջյուդոն շատ եմ սիրել, բայց իմ ավելի շատ ուզեցել եմ միշտ կարատեով զբաղվել։ Որ ասում իմը չէր։ Չէ, իմն էր, շատ հաճույքով արել եմ, ասենք այդպես սպորտ չկա, որ անեմ, ասեմ իմը չի, եթե անում եմ, ուրեմն իմն է։ Ուղղակի կարատեն այն թվերին չկար Հայաստանում կամ Սովետում կամ գաղտնիք էր ավելի։ Դրա համար ավելի շատ կարատեն պարապում էին նկուղներում։ Հա, դժվար էր կամ տեղը չգիտեի,
ինձ համար ավելի շատ ստեղ Աբովյանում էիք պարապում, Աբովյանում։ Իմ նպատակներից մեկը ստեղ գալը հենց եղել է կարատե։ Ու պատական հանդիպեցիք Սամվել Թադևոսյանին, Այո, գնացի դպրոց, սիրեցի եւ այդ օրվանից մարզվեցի եւ Սև գոտի որ դանը հասակ միջև։ Սևգոտի 5-րդ դան շոտոկան կարատեի, դրանից հետո արդեն մասնակցեցի kickboxing մույթայի մրցումներին, մարզվեցինք որպես kickboxing մույթայ եւ հետո արդեն մոռացանք արդեն մարզվելը, անցանք մարզիչի դեր։ Այս մեդալի պատմությունը սովորաբար ամեն մի պարգև, երբ որ սպորտսմենը նվաճում է, այս մեդալի պատմության հետևում քրտնաջան, աշխատանք, անքում գիշերներ, լարված, սոված, չգիտեմ, քաշ գցել ու հաղթանակ, այն էլ ոսկե հաղթանակ։ Վերադառնանք 97 թվականը, մոտարապես 30 տարի հետ գնանք։ Հիշում եք այդ օրը։ Շատ լավ է։ Այն է երևի չէ։ Հա, շատ լավ եմ հիշում, որով ասենք միակ հայն եմ ելե եւ հետո հիշում եմ Սամվել մարզիչը զանգեց եւ մրցումները կա, որ պետք է գնաս։ Խնդիր չկա, պետք է գնամ, ուրեմն պետք է գնամ։ Այնտեղ գնացել եմ մենակ։ Թիմ չի եղել, Հավաքական թիմ եղել է, Ամերիկայից 5 հոգի եկել է, որից մեկը ես եմ ելել, հա, որից մեկը մենակ հայ, ընդհանրապես այդ մրցումներում մենակ հայ Հայաստանը չկար մասնակից, բոլոր տեղերից կային։ Որ քաշային կար։ Քաշային չէր, գոտիներով էր, այն վաղտ եղել եմ brown belt, կարշնվի գոտի։ Շատ տպավորված էր, այնտեղ մոտավորապես ես կռվել եմ 7 հոգու հետ, մասնակցել եմ համ կռվով, համ ֆորմով, ֆորմի ժամանակ անցել եմ ֆինալի, բայց ֆինալում պետք է չկրկնեի նույն ֆորմս կատան, չէի իմանում ճիշտն ասած, էդի արեցի, հետո ասեցին պետք է ուրիշ անես, արդեն հոգնած էի, մի քիչ լավ չարեցի, էդի տեղ չգրավեցի, բայց կռվից արդեն Կոմիտեն։ Այո։ Կռվից արդեն խնդիր չունեի։ Ով էր մրցակիցը եզրափակիչում, որի երկրի ներկայացուցիչ։ Ռուսաստանից էր, քաշով չեմ կարող ասեմ լավ, ինձնից բոլորով ճանով։ Տարբեր երկրներից էին, համ Ռուսաստանից կային, համ Գերմանիայից էին, տարբեր։ Ժիրայր, ինձ հետաքրքիր է, երբ որ պատվանդան կանգնեցիր ու քեզ տվեցին այս ոսկե մեդալը, սա ինչ-որ միտեղ համարեցիք, որ սա քո մարզական կյանքի այն երազանքն էր, որին դու ձգտել էիր, որ տարիներ շարունակ մարզվել էիր։ Էդի, այո, իմ երազանքներից մեկն է, որ ես երազել եմ, փորձել եմ եւ հասել եմ դրան։ Դա ուղղակի չես կարա բացատրես։ Էդի պետք է այնտեղ լինես, ինքդ զգաս քո վրա, որպեսզի իմանաս այդ ինչը։ Երբ որ մտնում ենք մարզադալիճ, մուտքի մոտ գավաթների, այսպես տեսականիներ էր, մրցանակներ էր դրված։ Ես հետո իմացա, որ բոլորը ձեր նվաճած, այստեղ նահանգներում նվաճած կարատեի մրցումների մեդալներն են ու գավաթները։ Այո։ Իմիջիայլոց դա միակ աշխարհի խաղի մասնակցածը չի, որ միակն է, որ ոսկե մեդալ եմ ստացել, բայց ավելի Վեգասում մասնակցած շատ խաղեր ունեմ, աշխարհի խաղեր, որտեղ մասնակցել եմ նաև բրեյքինգի համար, քարեր կոտրտել, փայտեր կոտրտել, նվաճել եմ տարբեր Շոուներ, շոու չէ, հենց մրցություն, հենց տենց մրցություններ կա, թե կռվի մեջ, թե ասենք ֆորմեր անելու մեջ, թե այդ բրեյքինգի մեջ, բոլորում էլ դարձել եմ առաջի տեղ։ Ասես մոտավորապես 5-ից 7 անգամ։ Ինչ տվեց կարատեն, սովորաբար ես միշտ ասում եմ, արևելյան այս մարտարվեստը ինքը փիլիսոփայություն է, ու երբ որ նկատում եմ դալիճ մտնող երեխաներին, երբ որ դալիճը դատարկ է, մարդ չկա, ինքը մտնում է ինչ-որ պատի այն անկյունում, ինչ-որ ճապոնացի կամ չինացի մի հիմնադիր, ոճի հիմնադիրի նկարը պատին այդպես փակցված, խոնարհվում են
օս անելով դատարկ, հետո նոր իրանք մտնում են դալիճ։ Սա դաստիարակություն է, հարգանքը դեպի մեծը, հարգանքը դեպի մարզիչը, սենսեյը, հարգանքը ամենին ինչ որ այսօր տալիս է կարատե։ Հարգանքը ստացել եք բոլորի։ այդ դաստիարակությունը կարատեից։ Իհարկե, անշուշտ, ինչ ստացել ենք նույն ձևի էլ փորձում ենք տանք մնացածներին։ Բնական է, այդ խոնարհվելը ինքը հենց այնց չի, որ խոնարհվում ես, միշտ նկատած կլինեք, չէ, ես ասենք ճապոնացի կամ այդ նման ազգերը միշտ խոնարհվում են, լավ կլինի, որ մենք էլ միշտ խոնարհվենք, Հարգես դիմացինին, որպեսզի դու էլ հարգվես, դա հենց այնպես չի էլ այդ ամեն ինչը։ Դե բնական է, դու մտնում ես ռինգ, մտնում ես զալ, որտեղ դու քրտնում ես, ընկերդ քրտնում է, դու այդ քրտինքը տրորում ես, դու այդ քրտինքով քսվում ես վրեդ, գնում ես տուն, դու պետք է հարգես այդ ամեն ինչը։ Եթե չկարողանաս հարգես, դու չես կարա մարզիկ դառնաս։ Ինչ տվեց կարատեն ձեզ։ Ինձ տվեց ամեն ինչ, ամեն հաղթահարել, ամենաբարդ իրավիճակներում հայտնվել, թե կյանքի մեջ, թե սպորտի մեջ, նամանավանդ կյանքի մեջ, որտեղ ինքը արդեն դժվար սպորտ է, եւ եթե կարող ես հաղթահարես այդ ամեն ինչը, կյանքի մեջ էլ կարող ես հաղթահարես շատ բաներ։ Իսկ ինչ տարավ ձեզանից։ Ինձնից չի տարել ոչ մի բան։ Ինձի տվել է միայն։ Գուցե Ժամանակը առանց դրա էլ գնալու է։ Դրա համար ինձնից ոչ մի բան չի տարել, բացի այն որ տվել է։ Սովորաբար մեծ մարզիկները, ովքեր հաջողություններ են հասնում, ով որ սպորտը ճանապարհ անցնում է, նա շատ ճիշտ է հասկանում, որ հաղթանակներ հասնելու համար քաշ գցել, զբաղվածություն, կտրվել ամեն ինչից, ռեժիմ պահել, որը որ երիտասարդ մարդը պիտի շատ բաներից զրկվի, որտեվ պարապմունք մրցումներ նման պահեր եղել են, որ շատ դժվար են եղել, հուսահատություն գուցե ապրած լինեք այդ պահերի։ Հուսահատություն չէ, բայց այնի ոչ թե միայն ջահելներին, այլ ընդհանրապես սպորտով զբաղվող մարդուն ինչից է կտրում, այսինքն դու պետք է ունենաս շատ ուժեղ կամքի ուժ եւ դիսցիպլինա, կտրվել այն հաճույքներից, այդ հաճույքի փոխարեն գաս մարզվես, որպեսզի հասնես այդ տեղերին, որը որ շատ դժվար է պահելը։ Ասենք հիմնականում եթե ես եմ այդ ձև մտածում 80% ավելի այն վատ կոմի գնացող մարդը, քան թե այն լավ կոմին, ինչի, որտեղ վատը միշտ հեշտ է ընդօրինակել, վատը միշտ հեշտ է անել, որտեղ չի պահանջում ոչ դիսցիպլինա, ոչ մի բան, կարաս էթաս, նստես, ուտես, խմես, քեֆ անես, ինչ ուզում ես անես, պատասխանատվություն չի պահանջում։ Վերջին անգամ երբեք ես մեդալը բռնել ձեր ձեռքը։ Այսօր։ Վերջին անգամ միշտ կախված է եղել պատից, միշտ նայել հիացել եմ, բայց երբեք ասենք չեմ գնացել վերցրել կամ ինչ-որ շոշափեմ նայեմ։ Սա հիշողություն է, Այսօր, այո, այսօր ինչ ոնց որ ասում են, այսօր վերցրեցի ինձ ձեռքը, նորից շոշափեցի ու հիշեցի այն անցած կյանքը, այն անցած ճանապարհը, որ այդ ձեր ասած քրտինքը, այդ ձեր ասած տանջանքը, որ չեմ համարում որպես տանջանք։ Ես համարում եմ որպես մարզանք։ Որդիները սպորտը շարունակում են։ Այո, իմ երկու տղաներս էլ բոլորն էլ մարզվում են kickboxing, muay thai։ Գոհ եք։ Շատ։ Ապագա տեսնում եք Շատ, հեռանկար հաղթանակների։ Այո, մեծ։ Մեծը թե փոքրը։ Երկուսն էլ։ Հավասար։ Մեծը ավելի։ Մեծը ավելի։ Ինքը գիտի, չէ՞։ Ինքը ավելի։ Ինքը գիտի։ Լավ, հիմա ուզում եմ այսպեսի մենք անցում կատարենք։ Սպորտը թողնելուց հետո որպես մարզիչ ավելի շատ դուք բիզնեսի ճանապարհ ընտրեցիք, որովհետև որպես եթե փորձեք մարզիչ Ամերիկայում մի քիչ շատ դժվար կլիներ, բայց ընտրեցիք բիզնեսի մի աշխարհ, որը եւ արվեստ ունի, եւ արհեստ ունի, եւ ճաշակ ունի, այսինքն փայտի հետ աշխատելու ստեղծում եք ձեր փայտամշակման ֆաբրիկան եք ստեղծել կահույքների պատրաստման ու այդ ամեն ինչի հետ միասին կապը մնաց սպորտի հետ։ Ստեղծեցիք այս ակումբ հենց հարևանությամբ արտադրությունն է, բայց այստեղ
պարապմունքի դալիճ, որտեղ փողոցից կտրված, ես դա եմ ընդունում, որ այստեղ նահանգներում հայ երեխաները փողոցից, այս հեռախոսից, կոմպյուտերից պետք է կտրվեն, գոնե ժամ ու կես գան այստեղ պարապեն։ Կդառնան, չէ, դառնա էական չի։ Կարևորը որ նրանք դաստիարակություն են ստանում, կտրվում են այդ չարիքից։ Եվ հետո տղամարդ են մեծանում, ամենակարևորը։ Բիզնեսը, այո, բիզնեսը հոգնածնում է, այս սպորտը ինձ հանգստացնում է, թեկուզ այդ 2 ժամը ամբողջ օրս հանգստ է անցնում, այդ 2 ժամվա մեջ արդեն այնքան եմ հանգստանում, լիսկա թափվում, որ խնդիր չունեմ։ Սա բիզնեսի շարունակություն է ձեզ համար, թե սա հոբին, ձեր եղած մեջ այդ էներգիան պարպելու, ծախսելու ինչ-որ մի Ավելի շատ հոբի է դարձել, հոբի էլ չի, ասես սիրում եմ, ուղղակի սիրում եմ, առանց իրան էլ չեմ կարա։ Դրա համար համ հոբի է, համ գործ է, համ ամեն ինչը։ Ես իմացա, որ այստեղ, իհարկե սպասում եմ նա պիտի գա, այստեղ իմ լավ գործընկերներից մեկն է Հայկ Ղուկասյանը, Հայաստանում Fighting Ֆեդերացիայի նախագահն, որ նաև այստեղ երեխաների հետ պարապում է Հայկը։ Այո։ Ոնց հայտնվեց ձեր մոտ Հայկը։ Շատ պատահական հանդիպեցինք եւ դարձավ շատ հաճելի հանդիպում եւ այդ օրվանից էլ արդեն երևի մոտ մի տարի չկա, երևի մի 8 ամիս կլինի։ Իրար հետ շփվում ենք, իրար հետ մարզվում ենք եւ իրար հետ էլ կազմակերպեցինք մեր մրցումները, եսանի 1 մրցումները։ Մութայի kickboxing։ Դե որ Հայկը կազմակերպել գիտի, որ Հայկը այդ ջիղը իր մեջ ունի, այդ բոլորս գիտենք։ Հայաստանում էլ գիտեն այդ մասին, ու հիմա շատերն ափսոսում են, որ Հայկը որտեղից որտեղ հայտնվեց իմ նման Լոս Անջելեսում, ու փաստորեն բրավո, որ ինքը նաև այս ամեն ինչի մեջ դալիճում պարապունք, հետո նաև պրոմոտորական ընկերություն միջոցառում կազմակերպելը երբեք ինքը չի մոռացել։ Ինձ համար շատ հետաքրքիր անակնկալ է նախ հայտնվել Միացյալ Նահանգներում եւ նաեւ հայտնվել մի ապսեի մեջ, որը որ շատ հոգեհարազատ է։ Մի ընտանիք, որը որ շատ հոգեհարազատ է եւ կատարել մի գործ, որ քեզ լսող մարդ կա, հետաքրքիր եւ քեզ հավատացող մարդ կա եւ վստահ ես, որ քո գործը իր նպատակին ծառայելու եւ դու ինքդ ներկա եղար ու արդեն ջնտեսար, որ ամեն ինչ շատ լավ էր։ Փառք Աստծո, արձագանքը շատ լավ էր, բայց որպես պրոֆեսիոնալ թերություն էր տեսնում եմ, մյուսները էլ ավելի լավ են լինելու, շատ լավ են լինելու։ Մրցակցելը մեր հետ շատ դժվար է լինելու, շատ պրակտիկան շատ մեծ է։ Եվ ուզում եմ ասել, որ Ժիրայր Եսյանը ճակերտների մեջ վերցրած աշխարհի չեմպիոններին, եթե համեմատեմ, Ժիրայր Եսյանը որպես ոչ միայն այլ աշխարհի չեմպիոն, շատ լավ մարդու տեսակ է, շատ հեշտ, շատ հանգիստ, շատ համերաշխ, շատ ընկերասեր, մեծատառով մարդ, ոչ միայն ոսկե մեդալի գույնի մարդ, այլ բրիլյանտե մարդ, այսպես ասեմ, բրիլյանտե մարդ է, հաճելի է ինձ եւ հաճելի կլինի շատերին ճանաչեն եւ աշխատեն իր հետ։ Իմ թիմը, որը որ ձևավորել եմ այս մրցաշարին, բոլորն սիրում հարգում են, հաճույքով վերաբերում են եւ ընկեր են համարում Ժիրայր Եսյանին։ Մենք սիրում եւ հարգում ենք երկար տարիների կյանք մեր լավ ընկերոջը եւ համատեղ հասնենք մեծ բարձունքներ եւ վստահ եմ, որ հասնելու ենք։ Մեր դեմը ճանապարհ չկա։ Ինչպես ասում էր Դավիթ Խաչատրյանը, Ղուկասյան, դու պատնել կծակես կմսնես։ Անցնելու ենք իրար հետ, բոլորս միասին, ուրախ եմ։ Խոսեցիք Եսանի 1 մրցումների մասին առաջինն էր։ Այո։ Սովորաբար այստեղ նմանատիպ մրցումներ կազմակերպելը պիտի խիզախ մարդ լինես, չվախենաս ոչ մի բանից, որտեղ մեծ շուկա է սա։ Բոլորը շատ են եւ պրոմոտորական ընկերությունները, այս շուկայից, այս մրցակցությունից չվախեցաք, որ այդ քայլը կատարեցիք։ Չէ, ընդհանրապես գործ անելուց ես չեմ վախեցել, ոչ բիզնեսի մեջ, ոչ սպորտի մեջ, վախը արդեն թույլ չի տալի, որ դու անես ոչ մի բան։ Դրա համար եթե գործին մոտենում ես եւ ընդհանրապես իմ կողմից ես կասեի, որ ես եթե մի բանի վախենում ես, ուրեմն պետք է մոտիկ չգնաս ընդհանրապես, իսկ եթե չես վախենում, արդեն գործի 90%-ը առաջ է հանգած։
կայացավ, ես անձամբ ներկայ եմ մրցումներին, ինձ ուրախացրեց ամենաշատը, երբ որ դալիճում օտարների շատ տեսա, հայերը քիչ էին իհարկե, եւ լեփլեցուն էր դալիճը։ Դա հաջողության ամենաառաջի գրավականն է։ Այո, այն որ արդեն տեղ չկար նստելու, արդեն դա մեզ համար մեծ բան էր։ Առաջի անգամ, որը որ չգիտես ինչ կլինի, ոնց կլինի, բայց կարողացանք ամբողջ դահլիճը լցնել, լեփլեցուն, շատ կռիվներն է շատ հաճույքով անցավ, ամեն ինչ լավ նորմալ։ Քանի զույգ մասնակցեց։ 16 պետք է լինեին, մեկը վնասվեց, չկարողացա վերջի օրը վնասվել էր, չկարողացա, մյուսն էլ քաշային խնդիր ուներ, 14 զույգ մասնակցեցին։ Բոլոր հաղթողները ստացան գավաթներ, մեդալներ ու նաև հատուկ նվերներ, Հատուկ նվերներ հովանավորի կողմից, այո, Քյալի Աուդիներ, որտեղ նվիրում էր ակնճակալներ, իհարկե մնացած հովանավորներն էլ կային, բայց ավելի շատ հովանավորել էին ընդհանուր ամեն մի խաղը։ Ինձ ուրախացրեց եւ շատ անկեղծ եմ ասում, ես լավ զգացի, երբ որ մեր գործընկեր Գարիկի մոտ Palm Spring-ում այդ հրաշալի վայրը, որտեղ առաջարկում են մարդիկ գնալ, ժամանակ անցկացնել, շաբաթվա, ասենք 2-3 օրը պարզապես վայել քանել, ես գովազդային այդ պաստառի վրա նկատեցի նաև Գարիկի մոտը նույնպես հովանավոր է կողմներ, ուրախացա, որ իմ գործընկերը բացի մշակույթից, նաև սպորտի համար է նաև լավ ընկեր ու բարեկամ։ Ինձ թվում է Գարիկը միշտ ամեն տեղ կա եւ նմանապես սպորտի մեջ եւ շատ շնորհակալ ենք իրան, որ ամեն ձևով մեզի օգնել է։ Շնորհակալ ենք եղբայր, ապրես շարունակիր, որովհետև մարդիկ գնահատում են, մարդիկ արժևորում են ու այն որ արվում է սպորտի համար, ինձ թվում է երբեք իզուր չէ։ Սպորտը բավականին բոլորի կողմից սիրված մի ոլորտ է, մի աշխարհ է, որ տարիք չունի, սեր չունի, բոլորը ապրում են ու ցանկացած հաջողության համար նաև ուրախանում են։ Այո։ Կայացավ մրցումները ըստ ձեզ, եթե փորձենք հիմա ավարտված, այն որ ասում հանգիստ շունչ քաշել կարելի է, երբ որ ավարտվեց, դուք հասկացաք, որ ձեր ուսերից մի հատ մեծ քարնգավ, մի բան եղավ, որը ձեր համար թվում էր կլինի, թե չի լինի։ Այո, շատ մեծ բեռ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, բայց այո, մի բան, որ մեծ հանգստություն բերեց, որ վերջացավ վերջի խաղը, նախ որ շատ վնասվածքներ չեղան, այդ արդեն ամենակարևոր բանն էր, պատասխանատվությունը արդեն ուսերիցը տնկնում է մի ձև, արդեն վերջացել ես, էլի հանգիստ ես, արդեն էլ պատասխանատու ես ոչ մի բանի համար։ Main event-ն էր բավական հետաքրքիր, որ ավարտից հետո ես թվում էր միջոցառումը ավարտեց, որովհետեւ main event ամենավերջում են դնում։ Բայց դուք դրանից հետո շարունակություն ունեցաք, փորձեցիք ժողովրդին այդպես մի հատ տրամադրել, հետո ընդմիջում անել, նորից շարունակել։ Միշտ վերջում են դնում, այո, ճիշտ ես ասում, բայց մտածեցինք բերեք այս անգամ մի քիչ ավելի մեջտեղները դնենք, փորձնական մեզ համար հասկանալու թե հետո ինչ կլինի, ոնց կլինի, ասեմ։ Հա, երևի պետք չէր, բայց Չէ, ստացվեց, լավ է։ Որտեղ ժողովրդին թարմություն է պետք է Թարմություն է, դες ողջունություն, հետո նոր շարունակություն ունենանք։ Ինչու Եսանի այդ անունը, որտեղ այսօր ամենուր ես նայում եմ Եսանի ռինգը, Եսանի մուտքը, Եսանի պատերին, Եսանի տանձիկները, Եսանի նազո հետ կա իհարկե տեսնում եմ ու արջ։ Եսանին դե որպես ասենք որպես բրանդ է, քանի որ ունենք Եսանի դիզայն, ինքը արդեն մեր Եսանի նկատի ունեք Եսայան ազգանունի ինչ-որ Եսայան ազգանունը ուղղակի հա կարճատել ենք, սարքել ենք Եսանի, ավելի մի քիչ հետաքրքիր անուն հնչի։ Միշտ ասում էին Եսայան չէին կարող ամերիկայացիները, ասում էին Ես այամ, հա Եսայան։ տենց էին ասում, հիմա ասում են Եսանի։ Հա, արդեն էշտ արտասավ։ Արդեն ավելի էշտալ։ Իսկ Եվ որպես բրանդ, արջ դե շատ փոքր ժամանակ ինձ միշտ ասել են արճախբեր, ու տենց մնացել է արջ, հետո դե արջ ինչ ասենք։ Արջը հաջողության, հարստության խորհրդանիշն է, չէ՞ համարվում նաև։ Հիմա դարձել է արջը մեր ամեն ինչ։ Ված չի ասեմ, ված չի, բրավո, ամեն ինչ լավ է։ Ինչ է սպասվում։ Եսանի 1, որն է լինելու Եսանի երկրորդը ու երբ։ Եսանի երկրորդը արդեն որոշված է մարտի 28-ին է լինելու եւ ամեն 3 ամիսը մեկ լինելու է 3, 4, 5, 6 տենց շարունակվում արդեն բոլոր օրերը արդեն նշված են, բայց երկրորդը լինելու է մարտի 28-ին։
Եվ ուրախացնող եւս մեկ փաստ ողջ մենամարտեր այդ 3.5-4 ժամը որ մենք դալեջում ենք ուղիղ եթեր էր հեռարձակում մրցումները նման բան երևի առաջի անգամ ես այստեղ Լոս Անջելեսում տեսա որ YouTube-յան ալիքով կարելի է մեկնաբանել Facebook, Instagram այս աշխատանքը սա էլ է բավականին պատասխանատու դժվար աշխատանք իդեպ մեր հետևորդներին ասեմ որ բացի հայկից այստեղին զարմացրեց նաև մեկ այլ գործընկերոջ Ռոբերտ Գասպարյանի ներկա լինելը հայտնվել որը անձամբ անգլերենով մեկնաբանում էր այդ մեկնամարտերը ու բավական լավ արձագանք էր ստացվել եւ իմացա որ մարդիկ վճարել էին ալիք էին վերցրել հատուկ որ մենամարտերը դիտեն Սա առաջին կարևոր բանն է, չէ՞ որ մարդը պիտի վճարի ու նայի ինքը նստած տանը նայի։ Դա ամենամեծ բաներից մեկն էր, որ չենք մտածում ենք ով պետք է նայի կամ ով ոնց այդ ռեկլամ անելը, այդ ամեն ինչը ներկայացնելը մի քիչ դժվար է, բայց ստացվեց քանակը մոտավորապես 50-ից 60 հոգի արդեն մարդ էր գրանցվել վերցրել դիտելու համար, այո։ Դա արդեն մեզ համար մեծ քանակ է, քանի որ շատերը մեզ չեն ճանաչում եւ այդ ճանաչում ձեռք բերելը այդքան հեշտ չի։ Դրա համար ես շատ գոհ եմ, շատ ուրախ եմ այս մրցումներից ամեն ինչից։ Իսկ կոմենտներն ինչպիսին էին։ Կոմենտները շատ հաճելի է, դեռ առայժմս ոչ մի վատ բան չեմ լսել ոչ մեկից, բոլոր ոչ թե մեկ կամ երկուսը, բոլոր կռվողները խնդրում են որ նորից հետ գան կռվելու համար, դա արդեն ինձ համար դա արդեն շատ մեծ բան է։ Եթե ես միջովիմա ես էի գնում խնդրելու որ գային կռվեին, հիմա արդեն իրանք են ուզում կան, որտեղ եկան, տեսան, հասկացան, որ մենք անում ենք այն, ինչ որ անում են միայն պրոֆեսիոնալ կռվողների համար։ Մեր մոտ կռվում են ամեջր կռվողները, նոր սկսող կռվողները, կամ ասենք մի քանի հատ կռիվներ ունեն, որ ոչ պրոֆեսիոնալ են, ուզում ենք որ իրանց ներկայացնենք որպես պրոֆեսիոնալ կռվողներ, քանի որ այդ պրոֆեսիոնալը այս մարդն է դառնում պրոֆեսիոնալ։ Հենց այս պրոֆեսիոնալ ճանապարհի սկիզբն է։ Այո, պետք է իրան ճիշտ ներկայացնել մինչև վերջ։ Ֆուտբոլում ասում են առաջի լիգայում են, հիմա հետո որ տեղափոխվեն բարձրագույն խումբ։ Այսինքն պրոֆեսիոնալ։ Իսկ եղել են առաջարկներ, որ մարզիկների որակները բարձրացնող մի քանի մենամարտեր ավելի շատ լինեն։ Լինում է, բայց մենք չենք կարող անտեսենք այն ցածր խավին, որովհետև այս ամեն ինչը արածա բոլորի համար։ Պետք է նրանք էլ կարողանան մասնակցեն։ Պարոն Եսայան, եմ այսպեսի հարց եմ ուզում տալ։ Դալիճ երբ որ մտնում եք մարդ չկա, դուք մենակ եք, դուք հանգստանում եք այստեղ։ Այո, ես կարող եմ գամ, պարկեմ, շատ հանգիստ, ինձ համար հաճույք ստանում։ Սովորաբար ասում են հոգու հանգստություն է իջնում, չէ՞, այստեղ որ գալիս ես։ Մարդիկ իրենց այդ հանգստությունը ստանալու համար երբեմն գնում են եկեղեցի մոմ են վառում, ուզում են առանձնանալ, հանգիստ, անաղմուկ, խանգարող չլինի։ Երևի դուք այդ հանգստությունը ստանում եք այստեղ, որը ձեր համար արդեն սրբատեղի է դարձել։ Այնտեղ էլ ենք անում, ստեղ էլ ենք անում, ստեղ էլ ավելի ուրիշ է, այդ քարտինքի հոտը, այդ սովորական մի բան է, որի հոտը այստեղ քրտնքի հոտ է։ Այստեղ տանջանքի հոտը, այստեղ ամեն ինչի հոտը կա, այստեղ այդ քեզ ամեն ինչ է տալիս, այդ քեզ մեծ հանգստություն է տալի, անձամբ ինձ։ Ինչ եք խորհուրդ տալիս այն ծնողներին, ովքեր հիմա եթե դիտում են մեր այս հանդիպումը, այս հաղորդումը, երկմտանքի մեջ են, արդյոք արժե երեխային բերել դալիճ, որ պարապեն, սպորտով զբաղվեն, որտեվ շատերը ասում են ժամանակ չունենք, հնարավորություն չկա, չգիտեմ ես, չգիտեմ են, որքանով է կարևորում մատաղ սերնդի դաստիարակության գործում հենց սպորտը, մարզադալիճ գալը։ Սպորտը ինչպես միշտ սկզբից ասեցի, որ կյանքը միշտ դժվար է, սպորտը ավելի դժվար է եւ այս սպորտով զբաղվելը քեզ կյանքում էլ է դարձնում ուժեղ մարդ։ Շատ կարևոր բան է սպորտով զբաղվելը։ Ես միայն կասեի ծնողներին, որ չխանգարեն իրանց երեխաներին, նրանք ովքեր որ գալիս են իրոք պարապելու, շատ կան ծնողներ, որ ասում են չենք ուզում ինչ-որ բանի հասնի։ Ես հիմա մի պահ ուզում եմ ընդհատել, մենք գովազդ ունենք, գովազդային մեր գործընկերներին ներկայացնեմ, որից հետո շարունակենք։
Երևան Shipping-ից ուղարկած ցանկացած ծառոց ընդամենը մի քանի օրում հասնում է Երևան։ Ժողովուրդ, սա է իսկական սենսացիան։ Դոլարի փոխանցում ընդամենը 1%, իսկ ուղեբեռը ինքնաթիռով 2.99 անհավանական գներ։ Չեք համոզվում, եկեք կհամոզվեք։ Երևան Shipping։ Իդեպ ընկերության գրասենյակները գտնվում են Գլենդելում եւ Նորթ Հոլիվուդում։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, շնորհակալ եմ Երևան Shipping-ին, Գարիկի մոտ այդ հանգստի գոտուն, մեր Գարիկին եմ շնորհակալ եւ իհարկե նաեւ Հայկ Ղուկասյանին, Հայկը պարզապես նույն այն էմոցիաները կա, ոգևորությունը կա, Հայկը չի փոխվել, Հայկը մնացել է նույն Հայկը, բայց ինքնից հետո ասեց, ես վերադառնալ եմ, Հայկը վերադառնալու է, սպասեք անպայման, մենք միասին ենք գալու Երևան։ Իհարկե եթե Ժիրայր ուզենա, Ժիրայրն ենք գա։ Վերջին անգամ երբ եք եղել Երևանում։ 2006 թվականին։ Ամերիկացին գիտես ինչ կասեր։ Oh my god։ Ոչ վադես 20 տարի Երևանում չես եղել։ Չի ձգել Երևանը, Հայաստանը։ Թե ժամանակ չկար։ Ժամանակը միշտ չի լինում, ցանկությունը չի ասի ցանկություն չկա, ուղղակի գործերը այնպես է ստացվում, որ այդքան չենք բան, բայց հիմա ցանկությունը այնքան մեծ է, որ պետք է գնանք մրցումների համար, ուզում ենք կազմակերպենք այնտեղ մրցումներ։ Էլի Հայկի մատախ։ Էլի Հայկի մատախարն, այո, նա ամեն տեղ է, այստեղ այնտեղ եւ ամեն։ Փաստորեն, եթե գնացիք, ուրեմն հայ մարզիկներ եք տանել, թե օտարի կտանեք, օտար ազգի մարդ։ Դե հայերը արդեն ընդե կան էլի։ Հայ կլինի, որ չենք ուզում։ Իսկ ձեր առաջի այս մենամարտերի ժամանակ եւս 2 հայ մասնակցեցին, չէ՞։ Ձեր դպրոցի սաներն են, թե ուրիշ տեղից։ Չէ, օտար դպրոցներից են, այո։ Այո։ Ոնց են հայերի մասնակցությունը։ Անաջող էր մի քիչ, հա։ Դե սպորտը Հայը մերը չի, չէ՞ ոնց է։ չէ, մերն է։ Հա։ Այո։ Տենց սպորտ չկա, որ մերը չլինի։ Աբովյանինն է։ Եթե անհատական սպորտ է, ուրեմն հայինն է, եթե խմբակայինն է, հայինը չի։ Եվ նկատեցի, որ ռինգի կողքը որպես մարտավկա, օտարները երբ որ մենամարտում են, Հովհաննես Ղուկասյանն էր։ Այո։ Հայկի եղբայրը կապ ուներ իրենց հետ, թե պարզապես օգնում էր հովիվ։ Չէ, ուղղակի սպորտսմեններ կային, որոնք եկել են, մեկը եկել էր Հավայից, չունի մարդ, եւ պետք է իր կողքը մեկը լիներ, դրա համար մենք ենք տրամադրել։ Նախապես երևի գրել եմ, որ գալիս են տրամադրել, մեզ մարզիչա պետք կամ կորներ մարդկայինովա պետք, խնդիր չուներ, մենք ապահովում ենք այդ ամեն ինչով։ Ժիրայր Եսայանը ինչպես կամփոփի իր անցած այս մարզական առաջին մեծ հաջողությունը, որ գրանցվեց 2 բառով։ Ինչպիսին էր Եսանի պրոմոտորական ընկերության գործունեությունը եւ ինչպես եք դուք ձեզ զգում հիմա։ Հիմա գալիքներից մի քանի անգամ ավել, շատ լավ եմ զգում ինձի, շատ ուրախ, որ կարողացա անել այս ամեն ինչը եւ արդյունքը շատ դրական էր։ Ձեր այս լավատեսական լինելը, անկեղծ եմ ասում, ինձ վարակում է կարծես, թե ուզում եմ վստահ լինել ու հաստատ ես կարող եմ ասել, արգել հետևորդներ, որ Ժիրայր Եսայանի հետ զրույցից հետո հասկանում ես, որ մարդ իր գործունեությունը ծավալում է սրտանց, անում է մի բան, որ սիրում է։ Պարտադիր չի ինքը ունենա եկամուտ, ինքը վստահ եմ, երևի 100,000, եթե ոչ ավել գումար է ծախսվել այս ամեն ինչի մեջ, լիցենզիա ստանալ, չգիտեմ, 1000 ու մի հարցեր կան, շատ դժվար է այստեղ կազմակերպել, անել, դալիճ վարձել, 1000 ու մի բաներ կան, բայց որ դուք այդքան լավատես եք, վստահ եք, որ ձեր հաջողությունը դեր արժևում է եւ դուք ձեր խոսքը չեք ասել այս մարզական այս մեծ ասպարեզում պրոմոտորական ընկերությունում,
ու ձեր կողքին կան մարդիկ, ովքեր վստահում են ձեզ, հավատում են, դուք էլ նրանց եք հավատում են, որ ես էլ եմ ուզում հավատալ, որ եսանին կունենա ապագա։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն շատ։ Այսքան սիրելի բարեկամներ, զրուցեցինք Եսանի սպորտային ակումբի նախագահ Ժիրայր Եսայանի հետ, հրաշալի մարդ, հրաշալի անձնավորություն, բիզնեսի աշխարհում բավական հաջողակ անձնավորություն։ Վստահ եմ, որ այն հաջողությունը, որ նա գրանցել է այնտեղ սպորտ աշխարհում, արդեն աշխարհի չեմպիոնական մեդալ ու գավաթը կա, իսկ հիմա որպես պրոմոտոր, որպես կազմակերպիչ կունենա իր մեծ հաջողությունը այս մեծ ասպարեզում։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ստեսին։ Երևան շիփինգից ուղարկած ցանկացած ծառոց ընդամենը մի քանի օրում հասնում է Երևան։ Ժողովուրդ, սա է իսկական սենսացիան։ Դոլարի փոխանցում ընդամենը 1%, իսկ ուղեբեռը ինքնաթիռով 2.99 անհավանական գներ։ Չեք համոզվում, եկեք կհամոզվեք։ Երևան շիփինգ։ Իդեպ ընկերության գրասենյակները գտնվում են Գլենդելում եւ Նորթ Հոլիվուդում։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչև 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։